Մի խմիր ջուր, եթե կարող ես խմել գինի։ Մի խմիր գինի, եթե կարող ես խմել լավ գինի։ Մի խմիր լավ գինի, եթե կարող ես խմել շատ լավ գինի։ Բարև ձեզ, դուք Վարդուհի Սարգսյանի հետ եք Tea Stories from Bard հարթակում։ Ինչպես հասկացանք, խոսքն այսօր կենացների մասին է, բայց շտապել պետք չէ, ամեն ինչ իր հերթին։ Մեջբերումս Կովկասի գերուհին կամ Շուրիկի արկածների ֆիլմից է, եւ այսօր ես կունենամ մեջբերումներ նաեւ Երջանկության մեխանիկա, Հարսնացուն հյուսիսից եւ Նվագախմբի տղաները ֆիլմերից։ Հայրիս կովկասյան ժողովուրդների եւ մի շարք այլ ժողովուրդների համար ոգելիչ խմիչքներ օգտագործելիս խոսք ասելը, միմյանց արևշատություն, ողջություն, հաջողություն ցանկանալը ֆոլկլորի մի մաս է։ Եվ դա ինչ է, որ մենք անվանում ենք կենաց, որով մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը, հարգանքը իրար նկատմամբ։ Որ կենացներով ենք սկսում միջոցառումները եւ որ կենացներով ավարտում, խնդրում եմ գրեք կոմենտներում, միասին կկարդանք, կքննարկենք։ Առաջներում բոլորիս տներում կային արտավազ ձյաձյաներ։ Արտավազ ձյաձյանով է։ Սոնայիս հոր եղբայրն է, մեր ազգի մեծը, նրա խոսքն օրենք է։ Դատավոր է։ Չէ, Դատավոր չի, բայց մեծը մնում է մեծ։ Նրանք դատավոր չէին հաստատ, բայց նրանց խոսքը օրենք էր տան մեջ։ Ու ցանկացած միջոցառման արարողության ժամանակ այս հարգարժան մարդկանց հրավիրում էին, նրանք նստում էին սեղանի վերին գլուխը ու գիտեին շատ կենացներ, խորիմաստ արտահայտում էին կենացներ։ Այս միջոցառումների ժամանակ կային նաև 40 տարվա մանկավարժներ, որոնք գիտեին մի պարզ ճշմարտություն։ Ես 40 տարվա մանկավարժ եմ եւ մի պարզ ճշմարտություն գիտեմ։ Բայց ժամանակները փոխվեցին։ Մեր միջոցառումները տներից տեղափոխվեցին ռեստորաններ, արտավազ ձյաձյաները, որոնք գիտեին շատ կենացներ եւ գիտեին որտեղ ինչ ասեին, որտեղ հումորով խոսեին, որտեղ կծու խոսքով, լռեցին։ Իսկ կենաց ասելը ունի հատուկ արարողություն, այսպես ասած, որի մասին մենք կխոսենք մի փոքր ուշ, թե ինչպես սկսել կենացը, ինչպես ավարտել եւ ինչ ասել կենացի ընթացքում, որովհետեւ կան մարդիկ, որոնք կենաց ասելիս երբ հերթահասնում է, խճճվում են, շփոթվում են եւ չգիտեն ինչ ասեն։ Այս հարցի պատասխանները կիմանանք տեսանյութի ընթացքում։ Եվ արտավազ ձյաձյաներին փոխարինելու եկան, բեմ դուրս եկան հանդիսավարները, որոնք նախորոք գրված, մշակված սյուժեներով, սցենարներով մեզ ասում են կենացներ, որոնք համուհոտ են տալիս մեր միջոցառումներին։ Հայկական կենացները հատուկ մշակույթ են։ Նրանք խոր իմաստ ունեն, համեմված են սուր խոսքով, համեմված են մեջբերումներով, վերցնում ենք թուղթուգրիչը ու գրի առնում։ Минуточку, будь добры помедленнее, я записываю. Եթե ուզում ես երջանիկ ապրել մի օր, խմիր։ Եթե ուզում ես երջանիկ ապրել մի տարի, ամուսնացիր։ Եթե ուզում ես երջանիկ ապրել ամբողջ կյանքումդ, առողջ եղիր։ Ու եթե անգամ ընդհանրապես չեք խմում, այս կենացը իրականում արժե միջոցառման եք եւ ձեզ խնդրում են կենաց ասել, իսկ ձեր գրպանում ոչ մի պատրաստի կենաց չկա, դուք շփոթվում խառնվում եք ու չգիտեք ինչից սկսեք։ Հաստատ պետք չի ասել ժողովուրդ ուշադրություն կամ պատարակախով խփել բաժակին զրնգացնելով եւ ուշադրություն հրավելով կամ առավել եւս
այդ երաշտության ձայնը կտրեք, ես խոսք ունեմ ասելու։ Ինչպես հասկացանք, այս ամենը ավելորդ է։ Կենաց ասելիս կանգնում ենք ուղիղ կեցվածքով եւ բոլորի ուշադրությունը հրավիրում ընդհանրապես բառերով, երբ մենք նշում ենք նրանց կարևորությունը, մարդկանց կարևորությունը մեր կյանքում։ Մարդու կյանքում ինչ է մնում, բարեկամությունը, հարազատությունը եւ սիրող ընտանիքը։ Ու կարող եք սկսել հետեւյալ բառերով, որ ես հուզված եմ այս պատասխանատու պահից, որ դուք վստահեցիք ինձ կենաց ասել, եւ ես կարող եմ իմ հարգանքի խոսքը ասել ձեզ, որ միջի այսօր հնարավորություն չեմ ունեցել ասելու, ու շարունակել ինչ-որ մի պատմությունով, ինչ-որ կամ որ ձեր հորից եք լսել, կամ ինչ-որ մեկից եք լսել, կամ ֆիլմից ինչ-որ հատվածով, ինչպես ասում են, ապրելը լավ է, բայց լավ ապրելն ավելի լավ է։ Жить, как говорится, хорошо. А хорошо жить еще лучше. Точно. Եվ այսպիսով համեմելով ձեր խոսքը այս բառերով պատմություններով, որը որ պիտի լինի անպայման, զգացմունքային, էմոցիոնալ ու անկեղծ, որովհետև դիմացինները միշտ զգում են ձեր անկեղծությունը եւ հաստատ սպասում են նման խոսքի արտահայտության, եւ նրանք սպասում են, որ դուք արտահայտեք այն, ինչ իրենք անգամ չեն համարձակվում ասել։ Դուք ասում եք ձեր կենացը նախանշելով շրջապատի ազդեցությունը, անցած ճանապարհը, հիշելով ինչ-որ դեպքեր միմյանց հետ ապրած այդ ժամանակահատվածից։ Բայց կենացը չպիտի լինի երկար, այն պիտի տեղավորված լինի ընդամենը մի քանի րոպեվա մեջ, որպեսզի լսելի լինի, չձանձրանան ունկնդիրները, շրջապատը։ Այսպիսով դուք շահեցիք նրանց ուշադրությունը, սպասում են, թե դուք ինչ եք ասելու, ձեր կենացին են սպասում։ Այստեղ ես ձեզ համար ունեմ փոքր, բայց կարևոր հանձնարարություն։ Կոմենտներում գրում եք կենաց, որը հիմա հիշեցիք, կամ որով որ տպավորված եք եղել։ Ու թող գան բոլոր նրանք, ովքեր գիտեն փայլատակել կարմիր գինու թնդությունից, ուրախանալ եւ ուրիշի խնդությունից, ովքեր գիտեն վիշնու ցավը ետ վանելու, կյանքում լավը եւ առողջը հավանելու, գեղեցիկը եւ վսեմը դավանելու, հարգն ու կարգը։ Ու այստեղ շարունակում ենք կենացի մեջ դնել այն զրնգուն վերջակետը, որով դուք տպավորություն կթողեք շրջապատի վրա։ Ասում եք ինչ-որ խոսք, մեջբերում եք ինչ-որ արտահայտություն, որը գիտեն բոլորը, բայց տեղին ձեր խոսքի այդ ամբողջ սյուժեով համեմված, ասենք, կոստյումը քեզ պիտի գեղեցկացնի կամ սպիտակ հուշը քեզ օրինակ։ Ու այսքանից հետո, որպիսի ձեր խոսքը, ելույթը, այսպես ասած, որտեղ ես ցանկացած կենաց ասում եմ, որ դա ելույթ է, լինի լիարժեք, ասում եք ձեր ցանկությունը, ձեր խոսքը բարեմաղթանքի նրան կամ նրանց ու մասին, որ խոսում եք։ Առաջին կառավարական կենացը ասվել է 1970 թվականին, այն արտահայտել է Լեոնիդ Բրեժնևը, դա բացարձակ կապ չուներ նոր տարվա շնորհավորանքի հետ, այն ընդամենը հնգամյակի ամփոփում էր, անցյալ հնգամյակի ամփոփում էր։ Հետաքրքիրն այն էր, որ դեկտեմբերի 31-ին արտահայտված այդ ծանր, ձանձրալի խոսքը դուր եկավ ժողովրդին։ Նրանց հետաքրքիր էր ամփոփել կատարվածը, խոսել ապագա պլաններից եւ այսուհետ ամեն տարի հեռուստացույցով հնչում է այդ կառավարական խոսքը մինչ օրս պրեզիդենտները, վարչապետները նոր տարվա զանգերից առաջ ամփոփում են անցյալը, նախանշում գալիք գործողությունները եւ շնորհավորանքի խոսք ասում մեզ։ Իսկ հայ ժողովրդի կենացները միշտ համեմված են իմաստությամբ,
Դրանք իրենց մեջ ներառում են նաև նշանակետին ուղղված այսպես կծու խոսքեր համեմված հումորով եւ նաև խրատական են։ С Новым годом! С новым счастьем, дорогие товарищи! Մի կենացել իմ կողմից։ Նախորդ տարին լի էր փորձություններով։ Ես ստեղծեցի YouTube-յան ալիք, որը ենթարկվեց կիբերհարձակումների եւ մենք միասին անցանք այս անգլատար Վարդուհի Սարգսյան ալիքը։ Դուք ինձ վստահեցիք եւ հուսով եմ գալիք տարում էլ միասին կլինենք ու կբացահայտենք փաստեր։ Ձեր բաժանորդագրությունները, լայքերն ու դիտումները ինձ հնարավորություն տվեցին ասելու իմ խոսքը եւ լսելու ձեր կարծիքները, որի համար շնորհակալ եմ։ Ու անցյալ տարին վերածվեց ձեռքբերումների տարի։ Այս ամանորյա գիշերը բոլորս անկախ մեր տարիքից, հոգսերից, վիճակից գոնե մի փոքր հավատում ենք հրաշքի։ Ու թող իրականություն դառնան մեր բոլոր երազանքներն ու նպատակները։ Գալիք 2026 թվականին բոլորիս ցանկանում եմ ուրախություն ու բարիք։ Շնորհավոր նոր տարի։